Աշխարհահռչակ դաշնակահար Շահան Արծրունին առաջին անգամ Հայաստան է եկել 1975-ին Սեսիլիա Փրուդյանի հրավերով։ Նա սերտ կապ է ունեցել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի և իր մորաքույր կոմպոզիտոր Սիրվարդ Գարամանուկի հետ։ 2001-ին Վանաձորում բացվել է Գևորգ և Սիրվարդ Գարամանուկ տարեցների տունը, նրանց նվիրատվությամբ։ 2025-ի մայիսի 14-ից 17-ը Շահան Արծրունին Բայքում և Եղեգնաձորում անցկացրել է վարպետության դասեր և բարեգործական համերգներ Հայտնության ֆոնդի աջակցությամբ։ Հայաստան առաջին անգամ եկած է 1975-ի Սիցիլիա Փրուդյան երաժշտակերմը դրված էր Սփյուռքի մեջ ապրող հայ երաժշտներու հետ կապ հաստատել։ Այնպես որ ես այն հակառակ որ Իստանբուլ ծնած եմ ես 21 տարեկանից Ամերիկա կացած եմ եւ Սիցիլիա Փրուդյանը ինձ հետ միշտ հարաբերության մեջ էր։ 1975 թվականին երբ ես Yet ծննդավայրս պիտի երթայի, ինքը առաջարկեց, որ Իստանբուլի անցին բզդիկ եւս ճամփորդություն մնեմ եւ Երևան այցելեմ, մեր հայրենիքը այցելեմ, ծանոթանալու համար, թե ինչ է Հայաստանը, ուր է Հայաստանը, ինչպես կապրի Հայաստանը եւ ինչ քաղաքագործություն ունի։ Կազմակերպեց համերգը կոմպոզիտորներու տան մեջ։ Եվ հոնվակեցի, թե ստանդարտ Բեթհովեն, Շոպեն, Շուբերտի նման հորինողներու գործերը եւ թե կարգմա հայ հորինողներու գործերը իմ գիտությունս, փորձառությունս հայ երաժիշտներու նկատմամբ շատ սահմանափակ էին, որովհետեւ Թուրքիո մեջ միմիայն Գոմիդասի անունը ծանոթ էր ինձ, որովհետեւ երբ Գոմիդաս 1915 թվականը Իստանբուլի մեջ ապրած էր, այն ադենը խոշոր 300 հոգինոց երգչախումբը կազմած էր։ Եվ այդ երգչախումբը դակավին գոյություն ունի։ Այդ երգչախումբը ամեն գիրակի անպայման Գոմիդասի բադարակը գերքե Պոստը թաղամասերեն մեգուն մեջ։ Եվ երբ որ ես 19 տարեկան էի, պետք ունեին երկեհոնահարին։ Եվ ես ընտրվեցա եւ այդ ծևով ծանոթացա Գոմիդասի երաժշտության իր բادرակին միջոցով։ Այնպես որ երբ 21 տարեկան էի եւ Ամերիկա ընդունվեցա Ջուլիարդ կոնսերվատորիայի կողմէ, ես Նյու Յորքացի ուսանելու համար Ջուլիարդ նշանավոր վարժարանի մեջ եւ հոն գադարեցի ուսումս ավարտեցի վարժարանը եւ այսինքն հոն Ամերիկայի պես դեղի մը այնքան շատ երաժիշտներ, հիանալի դաշնակահարներ, ճուտակահարներ, նույնիսկ թմբկահարներ կան, որոնք շատ դեղ չեն ցկել ուրիշներու որովհետեւ տեղավորվին եւ ապրուստը ապահովեն։ Փախտ ունեցած ցանալու դաշնակահարիմը, որ միևնույն ժամանակ երկիզապան էր։ Ուրեմն երկիզապանությունը եւ դաշնակահարությունը միացուցած էր իրար մեր հանդիսությունը կներկայացներ ժողովրդին։ Շատ նշանավոր մեկներ։ Եվ ինքը կապար հղացած էր, որ իր կով ունենա ուրիշ դաշնակահարը, որ երկիզական այսպես ջրություն ունենա եւ միասնապար գործը անելու համար եւ ադիգա իմ կյանքիս մեջ, երաժշտական կյանքիս մեջ խոշոր փոփոխություն ստեղծեց։ Որովհետեւ դարին թերևս 100 համերգներ գուդային աշխարհի զանազան քաղաքներու մեջ։ Եվ այնպես մտածեցա, որ այդ սպաղումը ասեմ, ացեվի պարնոբիդի օգտագործեմ, առիթը դվավ ինձի, որ ես ահագին բարապ ժամանակ ունենամ։ Այլևս ես Շոպեն, Բեթհովեն, Շուբերտ նվագելու պետք է չզգացի, որովհետև հոն Ամերիկայի մեջ ինձի չափ եւ նույնիսկ ինձ մե ավելի լավ Բեթհովեն, Շոպեն, Շուբերտ նվագողներ կան։ Այնպես որ ինչպես ես ադոնց մեջ պիտի մտնեմ։ Եվ դեսա որ
իմ գիտակցությունս Կոմիդասին, չեմ որ Կոմիդասի բادرքը նվագած էի բոլսո մեջ, եթե Կոմիդասի նման հավանաբար հայ հորինողներ գային, ես թերևս կարող էի այդ հորինողներուն գործերը սովորել, ուսումնասիրել եւ ադոմ ներկայացնել հանրության, որը պիտի լար բոլորովին նորություն։ Անիկա Բեթհովեն, Շոպեն, Շուբերտ չէ։ Բոլորովին խոշոր նորություն է։ Այնպես որ այդ շրջաններում, երբ ես այդ երկիծապան տաշնագահային հետ միասին էի, ժամանակ ունեի ադոմ ուսումնասիրել։ Համերգը շատ հաջող էր եւ բադահմամ ներկա էր նաեւ Էդվարդ Միրզոյան, որ կոմպոզիտորները դա ճիշտ քովի հարգապաշինը կբնակել, այնպես որ իրեն համար խոշոր ճամփորդություն չէր։ Ինքն ալ հետաքրված էր թե աս սպիրկահայ դղան ով է։ Անդեն 26-27 տարեկան բամոնի։ Եվ այնքան ողջորվեցավ Էդվարդ Միրզոյանը իմ նվագովս, որ ուզեց ավելի մոդեռն ծանոթանալ ինձ հետ։ Եվ այդ թվականին աստին մենք շատ սերտ բարեկամություն հաստատեցինք Էդվարդ Միրզոյանը եւ ես։ Մինչեւ իր մահը 2012-ին մենք մնացինք հարազատներ։ Արենագիցներ կրնանցել։ Այսինքն իմ կյանքից մեջ միակ անձն է, որուն հանդեպ հավատք ունեմ։ Ոչ միայն իր երաժշտության, 1988 թվականին խոշոր երաժշտություն եղավ Հայաստանի մեջ։ Եվ 89-ին Ամերիկայի մեջ կազմակերպվեցավ Հայ օգնության ֆոնդ։ Եվ այն ադենը ուզեցին, որ ես այդ ֆոնդին դնորենված էի թողուլ տաշնամուրը եւ միմիայն այդ կորտով սպառ։ Ադիգա ասիկան ինձ համար կարելի բամուն չէր։ Ես չէի գնար տաշնամուրը ցկել եւ հովով սպառի, հակառակ որ հովը շատ կարևոր գործ ունի։ Սակայն ես իմ հարաբերությունս հովի հետ պահեցի։ Եվ 89-ին աստին միշտ գործունեության մեջ յան, օրինակի համար իմ մորաքույրս, որ պատճառ եղավ, որ ես երաժիշտ դառնամ, ինքը թե դաշնակահար էր եւ թե կոմպոզիտոր, Սիլվարդ Կարամանուկ, 2000 թվականներու սկիզբը փափակեցան Հայաստանի մեջ կազմել իրենց անձնական հարստությամբ ձերադունմը, որ դակավին գոյություն ունի, կշարունակվի շնորհիվ իրենց առատացիառնության վանաձորի մեջ։ Գրնամ ասել, որ Հայաստանի լավագույն կամ լավագույններեն մեկն է ձերանոցը։ Եվ ես իրեն Գևորգ ամուսինը 2002 թվականին մահացավ, ինքը չտեսավ այդ ձերանոցը, սակայն մորաքույրս Սիլվարդը 2008-ին մահացավ եւ ինքը երկու անգամ եկավ, տեսավ ձերանոցը եւ նույնիսկ այստեղի նվագախումբը եւ ճախումբը իր գործերը ներկայացուցին։ Այնպես որ երբ անոնք մահացան, ես ցեվում շարունակեցի իրենց այդ գործը եւ ամեն անգամ որ ես Հայաստան կամ անպայման կայցել եմ այդ Վանաձորի ձերերու դունը եւ իրենց պետքերուն դեղյակ կմնամ եւ հովի մեջ այդ նյութերուն մասին գաղափարի փոխանակություն կունենանք եւ գորոշենք թե ինչ պետք է անենք։ Ուրեմն ադիգա դերևս երկրորդական կետնի վրա կուկա, սակայն 2017-ին ես այն որոշումը դվի, որ ամեն մարդ Երևան կուկա, երբ որ հյուրեր կուկան, Երևան եւ Տաթև եւ այլն տեսակ դեղեր գերտան, շատ քերացիկ, սակայն չկան արվեստագետներ կամ ընդհանրապես տուրիստներ, որոնք այցելեն Հայաստանի դարբեր բաժին։ Նախ, եթե արվեստագետ մնե, համեր պիտի դա Երևանի մեջ, թերևս Գյումրի մեջ, ատկետ թուրս դեղ չնվագեր։ Ես ուզեցի դեղյակ բահել, այստեղի երդասարտությունը,
վարժաներ, երաժշտական դպրոցներ, ուսումնարաններ եւ այլն, որ կան արտասահմանի մեջ ապրող շատ մարվեստագետներ, որոնք հետաքրված են Հայաստանում, սակայն առիթը չունին Երևանը կամ Գյումրիը ցույց ուրիշ տեղեր այցելելու եւ հոն ներկայացնելու իր արվեստը, որ Հայաստանի չոջոխնալ, երիտասարդությունն իմանա թե ինչեր կբադային Հայաստանի ցույց։ Կսապացածը այնպես որ այդ թվականի 2017 թվականին ես որոշեցի որ հոֆը, այսինքն հայ օգնության ֆոնդը, որն միշտ կապակցության մեջ է իրենց հիմնում են աստին, գազմագերբե ինչպես որ սկսվի master class-ներ, աշակերտները կան նվակեն, ես իմ թելակությունները ընեմ իրենց եւ հաջորդ օրնալ համերգ մտամ եւ եթե գայելության սահմաններում մեջ է այդ համերգին մասնակցին նաեւ այդ երաժշտական դպրոցի աշակերտներն մեկ քանի որպես խմորում լամեր միջը զիրար հասկանան իրարու հետ գաբրինգ սպիրկը ձևով եւ Հայաստան ուրեմն այդ կորզն է որ ընելու եկած եմ ես գրեթե ամեն տարի նման ցերնարներու համար գուկամ եւ հոս կգտնեն վայրեր ուր երաժշտական դպրոցներ կան ես հոնգերտամ հիմա այս անգամ որ եկա 11 տարբեր քաղաքներ պիտի այցելեմ երկու օրվան համար յուրաքանչյուրի համար եւ առաջին օրը masters class պիտի ունեմ աշակերտները գնվարկեն 1-2 կորս եւ ես շատ իմ մոդեցումով եվրոպական արևմտյան մոդեցումով իրենց կբացատրեմ թե ինչեր պիտի ուզեի ես իմանալ իրենց ուսուցիչը վերջնական որոշումը կուտա այսինքն աստեղի դակավին մոդեցումը երաշտյան հանդեպ ուսուցման հանդեպ երաշտական ուսուցման հանդեպ դակավին սովետական շրջանի ուսուցումն է ինչեր եվրոպականը բավական դարբեր է ես կուզեմ որ այդ մասին կապարում ունենան եւ իրենք որոշեն թե ինչ կուզեն ձեր նախաձեռնությունները մարզերում շատ հուզիչ են ինչով են ձեզ համար կարևոր մարզային երեխաների հետ աշխատանքը իմ քիծածը բարձրապես փոխանցել հաջորդ սերունդին ադե եղած եւ իմ գիտակցությունս այդ գործերու մասին հարստացնել այսինքն թե ես կհարստանամ մանուկներն ուսորվեցնելով տեսնել թե ինչ հարցեր գծակին եւ ինչպես պետք է լուծեմ այդ հարցերը որոնք հասկանալի դառնան դղոց համար եւ որոշ գիտություն ունիմ այդ նյութերու մասին ուզեմ այդ գիտությունը փոխանցել երիտասարդներուն որովհետեւ ես ինչ որ սորվեր եմ այդ իմ սորվածս անցնի նաեւ մեր երիտասարդյան իսնորով մնացել եմ Չինաստան զանազան քաղաքներ Չինաստանի եւ Վիետնամ ամերիկյան կառավարության կարգադրությամբ եւ հոն մնացել եմ եւ սորվեցել եմ իրենց արևմտյան երաժշտությունը վերջին 15-20 տարիների ընթացքին իմ հետաքրքրությունս բոլորովին կենտրոնացած է հայկական երաժշտության մասին այնպես որ ես գսկամալ անձնապես որ այստեղի դրակը պետք է գած չափով մեր ժողովրդական աշխուհական կամ տասական երաժշտություն հայկական երաժշտության տեղյակ չէ կամ քիչ տեղյակ է գուզեմ ադիգա հաստատնել ճոխացնել փոխանցել այդ երիտասարդ սերունդին որոնք որբեսի անոնք ալմանան հայ շատ լավ մտահղացում է շնորհակալություն Անցեմ ինչ խնդիրներ կամ խոչընդոտներ եք նկատում Հայաստանի երաժշտական կրթության ոլորտում խոչընդոտի հարց չի գա այսինքն ես այն համոզումը ունիմ որ բոլոր դղակը երիտասարդները չոջուկները պետք է արվեստի կրթություն ունեն արվեստի կրթությամբ միտքը ծևով մգզարքանա կա կոնկրետ հիշարժան պահ ձեր մոտ տպավորվել է մարզերից համար պետք է ասել որ հայ
այսինքն միայն երկրորդական պլանի բաներ են, որ ասեցություն կփանեցնեն, այսինքն ոչ հայ հավասար է, մասնավոր պամուջիկը բացարձակալ է, որ ես եթե հայկական բան տեսնեմ, որ հայու կողմը շինված է, արդեն բավարար ոգևորություն կստեղծե իմ մեջս, որ ես բավարար Կարևորը հայ լինի։ Այո, հայրենն է, հայ մնալն է եւ հայությունը շարունակել եւ դարացել։ Ոչ կումարով, քաղաքարով, այդ քաղաքարը փոխանցե, այդքան կհաջողես, այդքան կհարստանաս եւ հայ քաղաքակրթությունը կհարստանա։ Հոֆը նախաբես կգարկացե, ես չեմ գիտեն ինձ կսան այս առավոտ ժամ 10-ին հոսեղոր, որովհետեւ ես պետք է զումով հաստատությունեմ։ Ես որոշում չեմ դար։ Ընդհանուր գիտերով գիտեմ, թե ինչ պիտի լա, ես իմ վարորդին վրա խոշոր վստահություն ունեմ, իսկ հովին վրա հավատ ունեմ։ Իսկ այն չփախտել Ամերիկայի ուրիշ քաղաքներն են։ Ամերիկայի այդ Նյու Յորք սպասած դեղը արտակարգ, անսովոր դեղն է։ Եթե 61 տարի ապրել ես, շատ դժվար է ուրիշ տեղ բնակչություն հաստատել։ Եթե ես ուզեմ, դունս առանցին կնամ նստի և տելևիզոր, հերոստացույց դիտեմ։ Ուզեմ, կան առնվազն ամեն քիշեր, ամեն իրիգուն, 30 համերգներ, 50 թատրոններ, չեմ գիտեր ինչ բարեր, ուզած տեղս կնամ երստամ, այնքան երանդ կա այդ երկրին մեջ, 24 ժամ։ Այդ ամեն ինչը համատեղում, ոնց եք հասցնում։ Գարկավոր ես պարզապես, թե ինչ պիտին են, այսինքն իմ գործունեություններս միմիայն Հայաստանով չեն ավարտել բնականաբար։ Հիմնավորներով այս գործերով դիսկը պատրաստած եմ եւ ադիկա մեկ են ասած է հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Անգամ որ վերաթարնամ Ամերիկա, հունիսի մեջ իրենց կարգացությամբ, բարեգործականի կարգացությամբ, ես պետք է երթամ Հարավային Ամերիկա, հոն ներկայացնեմ այդ գործերը համերգի ձևով եւ ադեղան անցնեմ Ավստրալիա, ուղղակի Արժանտինան կամ Չիլիան չեմ գիտեր եւ հոն պետք է այդ գործերը ընեմ ներկայացնեմ եւ մի մոնար որ 82 տարեկան ասակից որոշ հոգություն մնալ գա այս գործի մեջ այնպես որ պետք է ճամփութնեմ ամեն ինչ որովհետեւ կարողանամ իրականացնել ես հետո շատ անձնական հետաքրքրություններ ունեմ գրքին օրինակ եմա հայության հարաբերական գնա հավանաբար ցանոթ ես Wikipedia ասված Իհարկե ուրեմն ես ադոր մեջ կգրեմ շատ հայ օրինողներու մասին անգլերեն լեզվով որովհետեւ աշխարհգիտնան թե ինչ կանցին գտան հետո ես շատ փապակող եմ եւ այդ աշխատությունը սկսած է որ ռադիոյի 30,000 սկավառակներ 1909 սկսյալ սկավառակներ ցայնակություններ կան ես իրենք արդեն սկսած են արդեն հետո ես կուզեմ Եվրոպայեն կամ Ամերիկայեն բերել որոշ գործիքներ որոնք դերևս հոյություն չունին եւ իմ ինժեներս ցայնի ինժեները որովհետեւ հոսորվեցն է այդ գործիքները օգտագործելով այդ գործերուն ցայնակությունը վերափոխել եւ անել այնպես որ իբր թե 3 ցայնակրված են այնպես որ ցայնին որակը շատ ավելի բարձր մագարտակի ցնել եւ ադոնք հետո ցնել համակարգիչի վրա այդ 100,000 ավելի գործերը որպեսզի մենք մեր մշակույթը ծանոթացնենք ասենք ահա մենք ալ մեր մշակույթը ունենք լսեցեք ստեղծել անգարելի բանի գրեթե ամեն բանը կվերստեղծենք միշտ ծևոմը գոյություն ունի այն ինչ որ իբրև նոր կներկայացնենք երբ որ օրինակ համար ես մեկ գործում կնվագեմ նույնիսկ ասենք Արամ Խաչատուրյանի Թոկաթան որ բոլորին ծանոթ է ես բոլորին դարբեր ծևով կմոդենամ այդ գործին կամ թե ուրիշ դաշնակահարմա ուրեմն ես կվերստեղծեմ այն ինչ որ Խաչատուրյան նոթային վրա դված է ուրեմն եղած բանը գրքին կվերստեղծեմ եթե նոր հորինողը
կորձեր, նոր կորձեր կգրե, կհորինե, կհեղինակե, հատոնք որոշ տեղերը առնված են, տարբեր ցեղով կովի թրված են եւ կներկայացվեն։ Ես կհավատամ վեր ստեղծում, քան թե նոր ստեղծում։ Ինչ խորհուրդ կտաք այն պատանիներին, ովքեր ուզում են երաժիշտ դառնալ, նույնիսկ հեռավոր գյուղերում ապրելով։ Ես չեմ խորիր, որ այս տարուս կարելի է երաժշտությամբ ապրուստ ապահովել։ Շատ քիչեր են, որոնք ունին այդ արտակարգ կարողությունը, որ իրենց երաժշտությամբ կարենան բարձրացնել ժողովրդին, մտիգնել եւ սորվել իրենց վերը ստեղծած երաժշտական աշխարհի մեջ բավարար թիվով անձեր, որոնք կարենան երաժշտությամբ կամ արվեստի ովևէ ճյուղով իրենց ընտանիքը ապրեցնել։ Ես այդ շատ քիչ բախտավորներն մեկը եղած եմ, որ կարողացած եմ երաժշտությամբ իմ ապրուստս ապահովել։ Սակայն երբ որ ես ավարտեցի կենտրոնական վարժարանը, որ լավակույն, օրինակ Մոսո մեջ 34 հայկական վարժարան կա, եւ այս կենտրոնականը, որ 1872-ին հիմնված է, հավանաբար լավակույն հայկական վարժարն է։ Երբ որ ավարտեցի, իմ մոր եղբայրներս, ես կուզեի երաժշտության հետևել, որովհետև երաժշտությամբ շատ ավելի շատ ծանոթ էի ես բոսահարության, քան թե ուրիշ բանով։ Այնպես որ ես կուզեի երաժշտություն շարունակել։ Մոր եղբայրներս, որոնք այն adեն Արժանտին կփնակի, հիմա մահացած են, խորհուրդ տվին մորս, որ երբեք երաժշտության չհետևեմ ես։ Գործ մնեմ, որ ապրուստս ապահովեմ։ Եվ ստիպեցին, գնամսել, այդ բառը օգտագործել, որ ես համալսարան երթամ, 60-ական թվականներում մենք շատ ցան չունեինք ճոճուկներս։ Ծնողքը ինչ որ էր, ադիկա գնեինք, հիմա կոմպես չէ։ Միտքներ, որ քանի որ ամերիկյան քոլեջ է, ամեն բան անգլերեն է։ Անգլերեն լեզվով կդասախոսել այդ համալսարանի մեջ է։ Եվ դարի մը պետք է անգլերեն սորվից, ադկի վերջը դասերուտ շարունակես։ Ես չկրսան անգլերեն սորվի, չեմ գիտեր ադիկա հոգեբանական հարց մներ, թե ոչ կարողություն չունեի անգլերեն սորվել, չեմ գիտեր։ Սակայն վտարվեցա ես համալսարանին։ Ուրեմն ինչ պիտի անեմ, կամ զինվոր պիտի երթայի, սրկական փանակը, կամ ցեղը պիտի գտնայի եւ Ամերիկա պիտի անցնեի եւ երաժշտության պիտի հետևեի։ Ես նախներեցի երաժշտության հետևել, քան թե զինվորություն անելը եւ Ամերիկա փախա։ Եվ երբ որ 21 տարեկան ես, անհավատալի բաներ գնես։ Այսինքն անհավատալի այն իմաստով, որ երբ կխորից որ ինչպես կրծած ես անել այս բաները, այդ փախուստները դալ եւ այլն, կզարմանաս, որ ադամը անելու հաճությունը ունեցել ես։ Եվ իրապես 21 տարի մահացի, հոն գնություն նվի եւ շատ վերջին դայր հաջող անցավ եւ ես կրծա հոն շարունակել ուսումս եւ եթե այսօր ինչպես նախաբեսի Բեթհովենի, Շոպենի կամ Շուբերտի կորձեր նվագելով ապրուստ անել ուզեի անգարելի բաներ ադիգա բարեբախտաբար կամ փախտս բանեցավ փախտս այդպես բերավ չեմ գիտեր ես կդա հայկական երաժշտությունը եւ մինչեւ այսօր կդարածեմ հայկական երաժշտություն Որևէ երազանք ունեք Հայաստանի հետ կապված։ Արդեն կապված է ինչ պիտի կապնեմ ներկա բարական շատ լավ է ուզած ադենս կնամ Հայաստան գալ եւ ունիմ հոսպարեգամներ որոնք սիրով գտիմավորեն այդ կեղացներ գնեն ինչպես ես ոչ աբոլիս կրնամ ապրել այլևս ես Նյու Յորքի վարժված եմ իմ բնակչությանս վայրը հոմբիդիլա ես անդեղեն գճուղավորվիմ սանազան դեղեր գերտամ հայկական երաժշտությունը կչանամ տարածը եւ այդքանով կփավարարվի։ Ես շատ խոշոր հետաքրքրություն ունեմ եկեղեցիներու եւ վանքերու փլատակներուն հանդեպ 6-րդ, 7-րդ, 8-րդ
թարերու, վանքերու փլադագներս եմ, սակայն այդ փլադագները այնքան գեղեցիկ են, որ կգարձես, թե այդ փլադագը շինված է այսօր որպես քանդակագործություններ, 21-րդ թարու քանդակագործություն, այդքան գեղեցիկ են, շատ քիչ էր տեսածել այդ բանը, որովհետև այն տեսակ դեղեր գերտանք, որ ժողովուրդը ընդհանրապես չէ, այն գեղեցիկ է, որ ես կուզեմ ծանոթանալ տնախադոր եւ հետո ուսանեկարներով պահպանեմ, որովհետև ի վերջո ես այսօր 82 տարեկան անձնավորություն եմ եւ դժվար է ինձ լեռներ մաքլցիլը եւ այլն որոշ փլատակներ տեսնելու համար։ Ամենից որ գուզեմ ադոնքալ այդ նկարներն ցևով օգտագործել ծառայելու համար մեր մշակույթը։ Նայջանս մենք հայերս շատ բան չունենք։ Հակառակ որ շատ հին ժողովուրդ են, մեր բարդականությունը պետք է լա մեր մշակույթը նախորվեցնել հայուն, որովհետև սպյուրքի հայություն, նույնիսկ այստեղի հայություն, չգիտեր թե ինչ ունին, ինչ ունին։ Ուրեմն պետք է իմ եւ իմ հաջորդներս, պետք է ես կպապակեմ, որ լան անձեր, որոնք մշակույթը ուզեն, հայ մշակույթը ուզեն դարաձել, միայն մշակույթին եւ ծախսի ճակերտի մեջ կտնեն։ Ինչպես որ հրյաները կծախեն իրենց եւ ինչ մասնակցությամբ կծախեն աշխարհին, այսօր չի գա մեկ քրեթե աշխարհի վրա, որ չգիտնա թե Այնշտայնը ով է։ Մենք ալ շատ Այնշտայններ ունենք եւ ոչ մեկերն գիտես որ ակորդեոն օրինակի համար հայմը ստեղծած է կամ ծնցղան զիլջանները ստեղծած են շատ գիտնականներ ունեն շատ արվեստագետներ ունեն ես սա միջոցից օրինակի համար ուսումնասիրեմ եւ սկավառակ պատրաստած եմ հայ գին հորինողներու մասին մենք 6-7 միլիոնոց ժողովուրդ ունենք ես իմ կտածներս 38 հատ հայ գին կոմպոզիտոր եւ գիտես թե առաջին գին կոմպոզիտորը որ աշխարհի մեջ գոյություն ունեցած է հայմն է 8-րդ դարուն Խոսրովի թուղթ որ գրած է շարագամը զարմանալի է ինձ որ մինչև այսօր եկեղեցիներու մեջ կերկվի առաջին գին հեղինակն է ատքի առաջ չկա գին հեղինակը որ կորսը գրածը լա որ այսօր դակամին ծանոթ լա եւ երկրի մեզ ճանչանք թե ով ենք ինչ ունենք այսինքն եթե նկատի առնես մեր լեզուն հայերեն այնքան յուրահատուկ լեզուման է որ չնմանի ոչ մի ուրիշ տեսակ լեզվի մեր քիրերը այնքան եզակի քիրեր են որոնք ոչ մեկ ասկը կործես օրինակ համար իտալացին, ֆրանսացին, իսպանացին, գերմանացին ամենամին դարերը կործեն նույն սևերով լատինական դարերը կործեն ռուսերը եւ հույները գրեթե նույն դարերը կործեն սակայն մեր դարերը այնքան յուրահատուկ են որոնք չեն օգտագործվել ուրիշներու կողմէ սակայն անդիկա թե առավելություն մնե եւ թե բակասություն մնե որովհետեւ այդքան յուրահատուկ է ուրիշ չուզեր սորվել ադիգա այնպես որ մեր մշակույթը քրականությունը ասեն որ ամբողջ մեր դարերով գրված է գումնա մեր մեջ անալ քրապար է սակայն մենք պետք է ցավը գտնանք այսօր այնքան տեխնիկ թյուրություններ կան որ կոմպյուտերը ինչ կսեն հայրեն մորցած կոմպյուտերին համակարգիչ այդ բարգյանին գրնա թարգմանել ադիգա ուրիշ լեզվի օրինակ համար ես առավոտները երբ որ կարդնամ New York Times կանցնեմ ուրեմն ես New York Times-ը կգարտամ համակարգիչի վրա եւ աչքերս դկարեմ այնպես որ ես կնախնդրեմ լսել քան թե կարդամ ուրեմն New York Times-ը
իր ամբողջությամբ գրնագարտալ բարձրացան եւ մեկը չէ որ գարտագոր ասիկա ամբողջ ինչպես որ գսեն արվեստական իմացականություն գսեն բանականություն։ եղա ճիշտ այդ միջոցով այդ ցեվով ուրեմն թերթը ինչ լեզվով որ գուզես կգարտակես այդ նույն բանը գնանքնել հայերենի համար հայերեն քրականություն թող գարտա ֆրանսերենով, անգլերենով, իսպաներենով, չինարենով, ճապոներենով ինչ որ գուզե ինչու մենք որպես ժողովուրդ ունենք այդ կարողությունը շատ խելացի ժողովուրդ են մենք սակայն չենք գիտեր այդ խելացությունը օգտագործել ջանս